You know something I don't know? Դուք ինձնից լավ գիտեք, թե Իրանն ինչ է ուզում։ Այս պատերազմը հակաօրինական է։ 40 անգամից ավելի Թրամփը մեզ ասել է, թե համաձայնագիրը մոտ է եւ պատերազմը շուտով կավարտվի։ 11 օր շարունակ ամերիկացիները հարվածներ են հասցնում իրանական ռազմական թիրախներին, Իրանն էլ իր հերթին հրթիռակոծում է տարածաշրջանում Ամերիկայի եւ նրա դաշնակիցների ռազմական հենակետերն ու էներգետիկ օբյեկտները։ Արճակատումը դիվանագիտական եղանակով կարգավորելու փորձերը մնում են օդային գրոհների ստվերում, կողմերից եւ ոչ մեկը նահանջելու նշան ցույց չի տալիս։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Օվալաձև սենյակում լրագրողների հետ զրույցում պնդել է, որ այս պահին Իրանը իրանական ռազմական կարողությունները ոչնչացվում են։ Թրամփը ամիսներ շարունակ դա է պնդում, ամեն անգամ ասելով, որ Իրանը այլևս չունի հրթիռներ եւ անօդաչուներ, սակայն իրական պատկերն այլ է։ Ամեն օր իրանական ուժերը հարվածում են տարաբնույթ թիրախներին եւ հրթիռների ամեն մի նոր արձակում ուղեկցում Ալլահու Աքբար, Աստված մեծ է բացականչությունով։ Բոլորի ուշադրության կենտրոնում Հորմուզի նեղուցն է, որով խաղաղ ժամանակաշրջանում անցնում է հում նավթ կամ հեղուկացված գազ փոխադրող աշխարհի բեռնանավերի 1/5-ը։ Լրագրողը Թրամփին ասել է, թե դատելով Իրանի գործողություններից այդ երկիրը բնավ չի ուզում բանակցել, որն է ելքը ռմբահարել մինչև կհանձնվի, նախագահին այդ հարցը զայրացրել է։ Դուք ինձնից լավ գիտեք, թե Իրանն ինչ է ուզում։ Նրանք երազում են մեզ հետ հանդիպելու մասին, բայց քանի դեռ պատրաստ չեն ընդունելու առաջարկ անել, ես այդ հանդիպումով հետաքրքրված չեմ։ Ապա Ամերիկայի նախագահը կրկնել է հիմնական պահանջը։ Իրանը հիմա չի կարող միջուկային զենք ստեղծել, դրա համար տարիներ կպահանջվեն եւ մենք անպայման կխփենք։ Նրանք ակնարկում են նոր կենտրոն կառուցելու մասին, դրան էլ կհարվածենք, որևէ տեղ, նույնիսկ եթե մտքում կպատկերացնեն, թե այն կարող է դառնալ միջուկային զենքի ստեղծման կենտրոն, մենք կխփենք եւ շատ ուժեղ կխփենք։ Մինչդեռ պատերազմը թանկ բան է, պաշտպանության նախարար Փիթեր Հեքսեթը կոնգրեսում պատասխանելով օրենսդիրների հարցերին խոսել է Իրանի հետ ռազմական արշավի գնի մասին։ Քննարկումը 2 անգամ ընդհատվել է ոչ Իրանի պատերազմին գրության պաստառներով եկած ակտիվիստներին ոստիկանները դուրս են հանել դահլիճից։ Այս պատերազմը հակաօրինական է, այնտեղ 90 միլիոն մարդ է ապրում, ձեր ձեռքերն արյան մեջ են թաթախված, բավ է ռմբահարեք մեր երեխաներին Պաղեստինում եւ Իրանում, ամերիկացիները դա չեն ուզում։ Պատերազմի 5-րդ ամիսն է, դուք գիտեք, թե ինչ գումար է արդեն ծախսվել, նոր թիվը կասեք, հարցրել է դեմոկրատական սենատոր Դիկ Դուրբինը։ Do you have a new estimate about what the war has cost us? As of today is 37.5. 37.5 միլիարդ դոլար, սենատոր։ Սպիտակ տունը եւ Պենտագոնը հիմա էլ 70 միլիարդ են պահանջում։ Դրան վրթովմունքով է արձագանքել դեմոկրատական սենատոր Փատի Մյուրեյը, որն ասել է, թե 5 ամիս է նեղուցը փակ է, հրադադար չկա, պատերազմը դուրս է գալիս հսկողությունից, սա կարող է վերաճել հերթական անվերջանալի պատերազմի։ He has told us over 40 times now 40 անգամից ավելի Թրամփը մեզ ասել է, թե համաձայնագիրը մոտ է եւ պատերազմը շուտով կավարտվի, բայց հիմա նա եւս 70 միլիարդ դոլար է խնդրում եւ ասում, որ եթե հավատանք նրան, ամեն բան լավ կլինի։ Նախարար Հեքսեթի խոսքով առանց այդ փողի զինված ուժերում լուրջ դեֆիցիտ կլինի։